մարդ միշտ աղոթում էր, ասում էր Տեր Աստված, քո ողորմության դուռը մարդեր միշտ բաց բա։ Ասում եմ մի հատ պարան էր, ասում եմ կախված երկնքից, Աստծո ողորմության պարան էր։ Աշխարհում տարբեր ալեկոծություններ, փոթորիկներ լինում, բայց այս մարդը այդ պարանից բռնած էր։ Այս ներքևի մարդիկ ասում են այդ պարանը քեզ ինչ պետք է անի ոչ։ Ասում եմ Աստծո ողորմության թելն ասում եմ։ Ինչ աշխարհում ինչ էլ կատարվի, ես երկնքից եմ կախված, ինձ ոչ մի վտանգ չի սպառնում։ Այսինքն ինչ էլ կատարվի, մենք Աստծո ողորմության այդ պարանը չպետք է բաց թողնենք։ Ինչ էլ լինի, այդ հենց խիղճն է։ Այսինքն մենք մեր խիղճը մեզ բարեկամ պետք է դարձնենք։ Մենք պետք է լավ ճանաչենք ինքներս մեզ, պետք է համակերպվենք մեր մեջ։ Մենք մեզ պետք է ճանաչենք մեղք գործելուց առաջ եւ մեղք գործելուց հետո։ Մեզ լավ պետք է ճանաչենք։ Սաղս է ճանաչում ենք, չէ՞։ Ինչու գործեցինք մեղք, երբ գործեցինք, անդադ մեր խիղճը մեզ տանջել է, չէ՞, բայց մենք ճանաչենք մեզ։ Բայց խիղճի հետ ոնց հաշվի նստենք, չէ՞ որ ապրելու ենք եւ ամբողջ խնդիրն ինչ է, ինչու է մարդը ընկնում բարդույթների մեջ, կոմպլեքսների մեջ կամ խնդիրը, որտեղ ինքն իր խղճից փախչում է։ Փախչում է իր խղճից, ինքը չի ուզում առերեսվել Աստծո առջև, պետք չի խղճից փախչել։ Աստծո ցույց փախչես։ Մովնի երնես երկինք իջնես գետին, ես նույն Աստվածն եմ եւ ամեն ուրեք եմ։ Պետք չի խղճից փախչել։ Պետք է խղճի հետ հաշվի նստել։ Պետք է ճանաչել խիղճը, պետք է ապրել այդ խղճի սահմանը միշտ։ Անցնել միգուցե, բայց հետ դառնալ, ոչ թե անցնել գործնել մեզ։ Ուրեմն այս իմաստուն խիղճ ունեցող մարդը թերարժեքության զգացում չունի, ամբողջական, լիակատար քրիստոնյա է, թե հասարակության համար, թե ընտանիքի համար, թե պետության համար, թե մարդկության համար, հա? Հենց այս քրիստոնեությունն է, որ բարձր է գնահատվում, բայց խղճից փախչող թերարժեքության զգացում, կոմպլեքս ունեցող, բարդույթ ունեցող քրիստոնյան նախ քրիստոնյա չի, հետո էլ չի կարող հասարակության համար արժանի մարդ լինել։ Մենք փորձենք հասնել այս խղճի սահմանի զգացումին, խաղաղությունը պահենք, պահպանենք եւ խաղաղությունն էլ մեզ կպահի ու կպահպանի։ Ամեն։